Շնորհակալություն, Արմանի Եղոյան, համեցեք պարոն Եղոյան։ Շնորհակալություն, ես խոսք ուզեցի պատասխանելու համար մեր ընդդիմադիր գործընկերների մի քանի դիտարկումների ժողովրդի կամքի հետ կապված։ Տեսեք, որն է հարցը։ Ժողովուրդը իր կամքը արտահայտում է հանրաքվեների եւ ընտրությունների միջոցով։ Այսինքն Հայաստանի Հանրապետության ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների քվեարկությունով ձևավորված արդյունքներն են համարվում ժողովրդի ուղիղ կամ արտահայտություն։ Ազգային ժողովը օրենքներ ընդունելիս հանդես է գալիս որպես ժողովրդի ներկայացուցիչ։ Այս հանգամանքը հաշվի առնելով, ընդառաջելով նաև կառավարության դիտարկմանը, մենք այդ հատվածը հանել ենք օրենքից։ Սա չի նշանակում, որ 60,000 քաղաքացու դիրքորոշումը էական չի, բայց սա նաև չի նշանակում, որ մենք կարող ենք անտեսել 60,000 քաղաքացու դիրքորոշում։ 60,000 քաղաքացի ներկայացրել է իր առաջարկը, մենք այն կարող ենք կամ ընդունել, կամ մերժել, սակայն ընդունելուց ճիշտ չէր լինի, որ մենք արձանագրեինք, որ մենք արտահայտում ենք ամբողջ ժողովրդի կամքը, որովհետև դրա համար կա մեկ այլ ինստիտուտ, հանրաքվեն։ Քանի որ հարցը հանրաքվեով չի որոշվում, այս նկատառումով այդ նախադասությունը հանվել է, որևէ ինչ-որ կոնսպիրոլոգիա կամ որևէ դավադրություն ամենևին չկա։ Քայլերի վերաբերյալ, Տիկին Գյուլերյան, Եվրոպական միության անդամակցության քայլերը ձևակերպված են Եվրամիության համապատասխան փաստաթղթերում, նախ հիմնադիր պայմանագրերում, հետո արդեն ավելի մասնավորեցված են իրենց ենթաօրենսդրական ակտերում, այսպես ասած, դա անդամակցության հայտ ներկայացնող կամ անդամակցության ձգտում ունեցող պետությունների օրենքներում այս փուլում չի գրվում։ Այս օրենքը արտահայտում է կամքը։ Հետագայում արդեն այդ քայլերը ձեռնարկելու համար մենք պետք է նայենք, թե ինչպես են վարվում իրենց օրենսդրության համապատասխան, իրենց անդամակցության գործընթացով անցնելու համար։ Եթե ամբողջը մենք այստեղ գրեինք, դա կարող էր կազմել հազարավոր էջեր։ Դա տրամաբանական չէր լինի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Եղոյան, Արծվիկ Մինասյան, համեցեք։